Ողջույն բոլորին, այս անգամ տեսնում եք սա, օրվա կարևոր իրադարձությունն է, հիմա կբացատրեմ սեպտեմբերի 18-ի համար, օրը 5-շաբթի է իհարկե, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվում, բացի դա էլ է ինչու է անջատվեց, որովհետև փորձել էին մտնեին Google-ս, իհարկե այս ալիքը, ինչպես միշտ, շատ է լինում նման բաներ, որ փորձում են մտնել իմ ալիքը, փորձում են գողանան, դրա համար ստիպված եղա միացնել այնտեղ պաշտպանիչը երկրորդ շերտը, որը որ գալիս է նաև հեռախոսի վրա, եւ հեռախոսն անջատվեց, արդեն իսկ տեղադրել էի։ Այնպես որ լավ է որ գոնե չէի խոսել, լավ է որ չէի էլ հավաքել։ Միանգամից հենց այսպես պատրաստի արդեն խոյերի համար, այնպես որ խոսենք արդեն խոյերից։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մի բան փակ է ձեզ մոտ, դա կապված է նաև երկերեսանի մարդկանց հետ, ովքեր որ այնպես են արել, որ դա տեղի չունենա, դա փակվի ձեզ մոտ, նաև բացելու համար կարելի ասել դեռ ժամանակը չի, դեռ ոնց որ ասում ամեն ինչ մի խոսքով դեռ ժամանակը չի, որպեսզի այն կարողանաք բացել, այն կարողանաք անել, երկերեսանիների պատճառով է դա։ Նաև այդ օրը հենց ուշադիր եղեք, որպեսզի հենց իրենց պատճառով էլ նաև ինչ-որ մի հնարավորություն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Կարող եք տեղեկատվություն ստանալ, նամակ, փաստաթուղթ, կամ պետք է ստորագրեք դա, ասում են մի արա, կամ պետք է սա անեք, ասում են մի արա, ինչ-որ մի բան է, որը երկերեսայինների պատճառով կարող եք էլի ձեր ձեռքից բաց թողնել։ Եվ որևիցե լուսավոր մի բան տեղի կունենա այդ օրը ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի ցուլեր, առավոտյան բավականին էմոցիոնալ կլինեք, այդ էմոցիաները կախված են բարի լուրի հետ, լավ լուրի հետ, որը այդպես բոմբի նման կպայթի ձեզ համար եւ դուք էլ կարող եք զարմանալ անգամ այդ լուրից։ Ամենայն դեպս լավ լուր է, բարի լուր է։ Եվ այստեղ ոմանք կարող են այցելել հիվանդանոց, ոչ բժշկական կենտրոն, նաեւ ինչ-որ մեկին այնտեղ տեսնելու կամ հենց իմանում եք, որ երեխա է ծնվել կամ հղիություն է կամ ձեզ մոտ կամ ինչ-որ մեկի մոտ, նաև միգուցե դուրս է գրվելու տվյալ անձնավորությունը հիվանդանոցից, ով որ հիվանդանոցում է գտնվում, եւ զարգացում ունեք, առաջխաղացում ունեք,
ինչ որ գործեր կմղեք առաջ կամ ինքն իրան կմղվի, որտեվ սա դուք չեք անում, հա, սա ոնց որ ինչ որ գործեր են, որոնք առաջ են գնալու եւ հանդիպում կամ շփում ոչ տղամարդու հետ կամ տղայի հետ կամ հենց խնդիր է առաջանում, որպեսզի հանդիպեք այդ տղայի հետ, բայց ամեն ինչ կվերանա ինչ որ մի լուսավոր մի բան տեղի կունենա եւ կկարողանաք կամ խոսել այդ տղայի հետ կամ հանդիպել այդ տղայի հետ, բայց սկզբում պետք է հասկանաք, որ խոչընդոտները կարող են առաջանալ, թեկուզ եթե ուզում եք հանդիպել ուղղակի այդ տղային, հա, եթե թեկուզ երկրորդ կեսն է կամ ով է, հա, ուղղակի ինչ որ մեկն է, մասնագետ է կամ նման ոչ մեկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը կարիերայի հետ կապված որոշ խնդիրներ կարող են լինել։ Նաև ինչ որ մի բան է առաջ չգա, ոնց որ չնչին բարձրանում է ձեր աշխատանքը կամ այն աշխատանքային որակը կամ փորձում են ինչ որ առաջ խաղացում տալ ձեզ, բայց կանգնում է, չի ավելի վերև այդ օրը բարձրանում։ Ինչ որ մի խոչընդոտներ կան։ Օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, դրա շուրջ կտատանվեք, ծանր ու թեթև կանեք, ինչ որ կլսեք, նաև ուշադիր եղեք, այստեղ կարող եք հանդիպել ոչ տղամարդու հետ, կարող է լինել պետական աշխատող, կարող է լինել ձեր հայրը եւ ինչ որ մի հնարավորություն բաց թողնեք, կամ իրեն տեսնելու, կամ հանդիպելու, կամ խոսելու, ինչ որ մի տղամարդ է։ Նաև ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է այդ տղամարդու հետ կամ ոնց որ ասում են այդ հնարավորությունը բաց կթողնեք ինտիմ հարաբերություններ ունենալու համար նաև օրվա ընթացքում ուղղակի կարող ցանկանալ պարկել, քնել, հանգստանալ, այդպես այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին սեպտեմբերի 18-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ հարցում կարող եք տանվել, կարող է տղամարդու հետ է կապված, կամ իրեն հանդիպելու, կամ խոսելու, հա ինչ-որ մի բան է, կամ ինչ-որ բան է ձեզ առաջարկել, որի շուրջ կարող եք տանվել, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, նաև ուշադրի եղեք, որ ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք կամ հիվանդին տեսնելու, կամ այցելելու բժշկի, կամ նմանատիպ ոչ մի բան, հա, բժշկության հետ կապված է, ինչ-որ մի հնարավորություն է, կարող ձեր ձեռքից բաց թողնեք։ Եվ հանկարծակի լուր կլսեք երեկոյան ինչ-որ մի բան կուշանա կամ այն ինչը, որ ուշանում էր մոտապես 2 ամսից ավել, դա կարող է լինել, կամ կարող այդ հանկարծակի լուրը նա է, որ դեռ ինչ-որ մի բան կուշանա 2-ից ավել ամիս։ 2 ամսից ավել եւ հետո ելք եք փնտրելու։ Ինչ-որ այդ հարցին լուծում տալու համար այնպես անեք, որ ավելի շուտ գա կամ ավելի շուտ լինի, նման որոշ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում ամուսներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի ամուսներ, կանխատեսումը լիարժեք չէ, որովհետև մեկ քարտ է պակասում, ամենայն դեպս ինչ-որ մի բան կարող է ուշանալ ձեզ մոտ, դա եկեղեցիաների պատճառով է, ուրիշ ոչինչ չկա։ Ամենայն դեպս ես չեմ գտնում, որ բաց եմ թողել, այնպես որ ինչ-որ մի բան պակասում է, մյուս քարտերն էլ ձեռիս տակ չեն։ Ինչ-որ մի բան դեռևս պետք է լինի, սպասեք լավ գտնեմ մյուս քարտերը, որովհետև պետք է։ Ահա, այս մեկով կնայենք, չնայած լավ գտա։ Գտա այստեղ հաջողություն ունեք, հաջողություն։ Առավոտյան ինչ-որ հաջողություն ունեք, բայց ինչ-որ մի բան ուշանում եք, կամ այն ինչը որ ուշանում էր, ոնց որ հաջողությամբ այն տեղի կունենա ձեզ մոտ։ Ինչքան էլ այնտեղ նաև օրվա ընթացքում պետք է հասկանաք, որ եկեղեցանի մարդիկ կան, որոնք կամ չէին ցանկանում, որ այդ հաջողությունը դուք ունենաք, կամ իրենք են այնպես անում, որ ինչ-որ մի բան ուշանա, կամ հաջողությունը ուշանա ձեզ մոտ, կամ նմանատիպ ինչ-որ պահեր։ Այ հիմա այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին սեպտեմբերի 18-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը կտրուկ որևիցե կամ դուք քայլ կանեք կամ անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա, ինչ-որ կտրուկ։ Եվ ելք եք փնտրելու, ինչ-որ հարցին լուծում տալու համար, նստելու եք սեղանի շուրջ կամ սեղանի շուրջ նստած ժամանակ ինչ-որ մի լուր եք լսելու, որ այդքան էլ ձեզ դուր չի գալիս։ Նաև օրվա վերջ ինչ-որ միտեղ կմնաք երկար, դա կարող է երգեսանիների պատճառով է, որ մնում եք այնտեղ երկար կամ ինչ-որ մի բան է կանգնած, այդ ամբողջը իրանց մեղավորությունն է։ Եվ այստեղ լուսավոր մի բան տեղի կունենա կամ այն ինչը որ չէր լինում, կանգնած էր, կարող է դա է առաջ գնում, կամ որևիցե մեկ այլ լուսավոր մի բան, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի կշերտներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են նաև ձեզ մոտ հյուր գալ։ Բայց կտրուկ մի քայլ կանեք կամ դուք կամ ինչ-որ մեկը ձեր նկատմամբ կամ ինչ-որ մի պահ մի բան տեղի կունենա։ Նաև օրվա ընթացքում ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք, եւ որովհետեւ զարգացում, առաջ խաղացում ունեք եւ բիզնեսում, եւ ձեր գործերում, ինչ-որ բաներ առաջ կմղվեն, առաջ կգնան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոչ է լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ձեզ համար ուրախ լուր է,
Օրվա ընթացքում ժամին պետք է ուշադրություն դարձնեք, այստեղ կամ կմտնեք հիվանդանոց, կամ ուզում եք մտնել հիվանդանոց, ասում են ժամը չսպասեք, կամ հետո եկեք, նաև երկար ժամանակ կարող ուղղակի մնաք հիվանդի մոտ և խնամեք իրեն։ Եվ հույսնետել եք ինչ-որ մեկի վրա, այն կամ չի գալիս, կամ չի լինում, տխրում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կարող եք գնալ և ինչ-որ միտեղ երկար մնալ և այդ ժամանակ էլ ձեր ձեռքից ոչ հնարավորություն կարող եք բաց թողնել։ Եվ որոշ գործեր զարգանում են, առաջ են գնում, հնարավոր ձեր սիրային հարաբերություններն են առաջ գնում, զարգանում ոմանց մոտ սեղանի շուրջ կնստեք և ինչ-որ մի բան տեղի կունենա, դրանից էլ եզրակացություն կլինի, որ ձեր գործերը առաջ են գնալու և դուք ձեզ շատ լավ կզգաք, սիրված կզգաք, այդպես։ Եվ այսքան նավրը սեղանի շուրջ եք երկար նստում այդտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը լուսավոր մի բան տեղի կունենա ձեր հարաբերություններում, որից հետո կամ ասենք կարող հարաբերությունները չեն, դե ընտանիքում նաև, հա, ոնց որ շատ սեր, շատ ուրախ պահեր,
Նաև ինչ որ լուսավոր բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրանա եւ դրանից էլ դուք ձեզ շատ լավ կզգաք, ձեզ սիրված կզգաք, հա, դե այդպես նաև։ Եվ ինչ որ միտեղ կգնաք երկար կմնաք, կամ ինչ որ մեկին եք սպասելու, կամ երկար կմնաք, կամ ինչ որ բան է դանդաղում դեռևս կանգնած է։ Օրվա վերջ-վերջը մի բան այդպես բոմբի նման կարող է պայթել, ինչ որ մի տեղեկատվություն կարող եք լսել եւ կամ հույս ունեք դրանից հետո ինչ որ մի բան տեղի կունենա կամ ոնց որ հույսը կորում է դա լսելուց հետո չեմ կարող հստակ ասել, որովհետեւ չգիտեմ ինչ կլսեք, հա, այստեղ չկա։ Եվ երկար սպասված որ նամակ կստանաք, լուր, տեղեկատվություն, ամրեփաթեթ է, ինչ-որ փաստաթղթեր են, որոնք որ սպասում եք։ Կամ ինչ-որ մեկից նամակ, ով որ կարող է ձեզ գրել։ Կարող է դա է։ Հա, ինչ-որ մի բան է, գրում է ձեզ, զարմանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կարող եք գորգռալ ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ բանի համար, այդպես ձայնը բարձրացնեք, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որը որ ձեզ հաջողություն կբերի այդ օրը։ Գումարի հետ կապված խոչընդոտներ կան, կամ գումարը վերցնելու հետ է կապված, կամ գումարը տալու հետ է կապված, կամ գումարը աշխատելու հետ է կապված այդ օրը, ինչ-որ մի բան է, կամ գնումներ, կամ քարտը կարող է խնդիրներ ստեղծել։ Եվ երեկոյան որոց մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք կամ փաստաթղթերը կդասավորեք, ինչ որ գործեր կանեք թղթերի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին սեպտեմբերի 18-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կարիերայի բարձրացում ունեք, փոփոխություն ունեք, կարգավիճակի փոփոխություն ունեք, նաև ոմանք կարող են պաշտոն ստանալ, ոմանք նաև կարող են այցելել այդ օրը հիվանդանոց, բժշկական ոյցե կենտրոն կամ ինչ-որ մեկին կարող եք այցելել այնտեղ, ով որ հիվանդ պարկած է։
Նաև օրվա ընթացքում ունեք լուսավոր մի բան, որից հետո կարող եք արտասվել, հա, դա ուրախության արդյունքներ են համարվում։ Եվ որը ինչ որ բան կարող է տենց պայթել ձեզ համար, հա, ինչ որ մի տեղեկություն, կարող է ինչ որ մի լուր լսեք, կարող է դա լինել հեռախոսազանգով, նաև կարող է լինել հեռախոսազանգով տեղեկություն հիվանդի մասին, հա, որ հիվանդանոցում է գտնվում։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Դա կարող է լինել եւ բժշկական կենտրոնը, եւ ուսումնական կենտրոնը, եւ յուրաքանչյուր այնտեղ դատական գործընթաց եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։